որոշակի չի, որ այս իրավիճակը կոնկրետ հակասահմանադրական է իրականում, որովհետև սեր իրավական որոշակիության բացվորություն ունի, տարբեր հարցեր, նաև կրկնակի դատապահման հարցգոյություն ունի, սահմանադրական տարբեր նորմերի հակասություն գոյություն ունի, այն պրակտիկայի հետ, որը փորձ է արվում ջումա է ստեղծելավորել, մասնավորապես այդ նույն քրեական հետապնդման հարուցում մեղադրանք տերմինները նույն կերպ պիտի մեկնաբանի թելով, պատգամավորի անձեռնմխելիության համաձայնություն պետք է ստացվի միայն նախապետության փուլում, թե նաև դատարանի դատական փուլում, եւ այս մեկնաբանությունները, եթե դատարանի համար մեկ կողմից ներկայացված մեկնաբանությունները եւ նաեւ ինչ որ իրականում այդպես է ընդունելի չեն եւ հարցեր են վերցվում, ապա դատարանը միանշանակ մենք միջնորդում ենք, որ նման պայմաններում դուք պետք է դիմեք սահմանադրական դատարան եւ սրագրությունը ստանա։ Եթե սրագրությունը դուք չստացաք, ստացվում է, որ ընդհանրապես չեզոքացվում է ինստիտուտը, վերացվում է ինստիտուտը ընդհանրապես պատգամավորի անձեռնմխելիության։ Եթե դատարանի համար ամեն ինչ պարզ է, ապա միանշանակ է, որ դատարանը եւ կմեկնաբանի այդպես ինչպես մեկնաբանեց մեղադրողը եւ դատախազ տերմինը, ապա միանշանակ է, որ դատարանը քրեական հետապնդումը դատարեցնի, որովհետեւ արդեն իրավական հիմնավորումները մենք ներկայացրել ենք, որ քրեական դատավարության օրենսդրությամբ հնարավորություն չի տրվում շարունակել պրոցեսը այն պայմաններում, երբ որ հաղթահարված չի պատգամավորի անձեռնմխելիություն։ Չմոռանանք պարոն Գևորգյանի պայմաններում դուք նաև պետք է պատասխանեք այն հարցին, թե ԵԽԽՎ-ից ինչու համաձայնություն չպիտի ստանաք։ Այստեղ արդեն շատ միանշանակ է, որ որևէ ձևակերպում չեք կարող գտնել, որտեղ կասի քրեական հետապնդում մեղադրանք չգիտեմ ինչպես ինչ-որ տերմին է, եւ ինչպես մենք գիտենք, թե եվրոպական դատարանը ինչ տերմինոլոգիայի օրինակ մեղադրանքը այլ կերպ է ընկալում, քան օրինակ մեր քրեական դատավարության օրենսդրության մեջ է ընդհանրապես մեղադրանք համարվում է, որ ցանկացած նույնիսկ փաստաթուղթ, նույնիսկ գործողություն, որը կարող է հնարավոր կասկած լինել մարդու գործողություններին, դա ստացվում է մեղադրանք։ Եվ ինչու է դա այդպես արված, որովհետև տարբեր երկրներ տարբեր իրավական կարգավորումներ։ Չէ՞ կարող նույն ԵԽԽՎ-ներ տենց սահմանել, որ այլ մի քրեական հետապնդում տերմինը պիտի օգտագործվի։ Այ եթե քրեական հետապնդում տերմինը օգտագործված չի, այդ պայմաններում ուրեմն չպիտան դրություն չպիտի ստա։ Ուստի ես հետում եմ, որ այս հարցին անդրադառնանք չմոռանալով, որ մեր միջնորդությունը վերաբերում է նաև նրան, որը դուք այս փուլում եք պատրաստում հետացել, որ դուք պետք է ճանաչեք ձեզ այն հայտնայնացանը, որը պետք է լուծի անձնական հարցը, երկրորդը պետք է հաստատեք պարոն Գևորգյանի անձնական եւ երրորդը արդեն նոր պետք է դատարեցնեք այդ ամբողջի հույսի ներքո։ Այսքան, այսինքն իմ միջնորդությունը երկշերտ է, այսպես ասել, առաջինը դիմեք սահմանադրական դատարան սահմանադրականության հարցով եւ երկրորդը, եթե այդ դատարանի դեպքում դրա անհրաժեշտություն չկա, բնականաբար դրա անհրաժեշտությունը չկա, դա շատ բան է։ Բայց եթե այդպես է, ապա դատարանը միանշանակ պետք է բավարարի միջնորդությունը եւ իրական դատարանում